Հաց մենակ չուտես։ Միշտ կողքինիդ նայես, որ պակասա նայես, ուղիղ գնա մատաղը տնեմ, լա։ Աղջիկս ոնց ասեմ, պիտի ամեն ինչին դիմանաս, ցավը տանեմ, ամեն ինչին պիտի դիմանաս, շատ չխորանաս, աշխատի լավություն անես։ Ճանապարհը հստակ գիտես, այսինքն ճանապարհը լավ։ Ճանապարհները հստակ գիտեք, լավ հիշում եք։ Հա։ Հիշողությունից չեք բողոքում, ամեն ինչ լավ է։ Ես գիշերները այդ կյանքում չունեմ, ես կարդում եմ, շատ լավ գրականություն ունեմ, միաժամանակ էլ գրադարանի հետ կապնված եմ, ես գրքեր եմ կարդում։ Հիմա ինչ գրքեր եք կարդում։ Հիմա ձեռքիս անունները չգիտեմ, բայց շատ լավ գրքեր է, նոր գրողներ են։ Հավանում եք նոր գրողներին։ Հա։ Նոր սերնդի գրողներին։ Հա, լավ Իսկ են։ տարբերությունը շատ էր հին գրողների, ներկայիս գրողներին։ Որն էր ավելի լավը ձեր սրտինը։ Հինը։ Մեր Մուրացանը, մեր Ռաֆին, մեր Շիրվանզադեն, ելով ունենք ընտիր։ Գրականություն գնա 1000 գիրք ունեմ, ռուսական հատորները ամբողջ։ Մեր հատորները լավ գրականություն ունեմ աղջիկս։ Տեսողությունից չեք դժգոհում։ Բոլորովին աչքիներով շատ լավ գիշերն եմ կարդում, ցերեկը չեմ կարդում, գիշերը պարկած գնամ 5-4 ժամ Կարդում եք գիշերը։ կարդում եմ։ Բա երբ եք քնում, չեք հանգստանում։ Այ քիչ եմ քնում։ Իսկ այդ քիչ քնելը չի հոգնածնում, օրվա ընթացքում հոգնածություն։ Ցերեկը հիմա թեթև եմ։ Ամառը շատ եմ կործանում, կոնսերվաներ, կամպոտներ, երեխեքիս համար, թորներից, ծորներից համար, իրանք ինչ որ սիրում են, ես պարտադիր անում եմ, հիմա գնանք, ինչ սիրտդ կուզի, կամպոտ հանեմ խմեք։ Մերսի շատ, շնորհակալություն։ Հրանուշտատ, կյանքի իմաստը որտեղ փնտրենք։ Առողջ լինենք, ուրախ լինենք, ոչ մեկին ցավություն չպատճառենք, լավ լինենք, բարի լինենք, ամենակարևորը։ Շո։ Ձեր կարծիքով բարությունը հիմա պակասում է։ Հա։ Հիմա շատ է պակասում, որտեվ հիմա հարևանություն չկա, բոլորովին չկա, չես ճանաչում հարևանների արդեն։ Ես արդեն 80 տարի ապրում եմ այս շենքի մեջ։ Շատ լավ ժողովուրդ են չտեսնված, մեզ նմանները շատ մեռել են, հիմի ջահելություն են, ջահելություն ինձ հետ ինչ պիտի անի, ոչ մի բան։ Քանի տարեկան եք։ 96։ Ուր եք գնում։ Ուր եք գնում։ Կինո հայրենիք տուն։ Բա ուր եք գնացել այսօր։ Եկեղեցի։ Եկեղեցի։ Ամեն շաբաթ գնում եք։ Չէ, մաման վերնքես։ Երբ որ խելքս կուտում է գնում եմ։ Շատ լավ։ Մենակ գնում եք։ Մենակ կարողանում եք գնալ։ Ձեր երկարակեցության գաղտնիքը ո՞րն է։ Ձեր երկարակեցության գաղտնիքը ո՞րն է, երկար ապրելու գաղտնիքը։ Որ լավ ընտանիք ունեմ, ունեցել եմ, ամուսինս չտեսնված լավն է, Ղարաբաղցիա, ես տեղից եմ, ամուսինս Ղարաբաղցիա 25 տարի մահացած է, բայց իմ թորներս, ծորներս, տղիս շատ ուշադիր են հանդեպ ինձ, քեֆ ուրախություն որ լինի,
Առաջինը ես պիտի սեղանին նստեմ, ես տեղ ունեմ, տեղալինում որ ղեկավարում եմ, հլը հիմա չէ առաջ, շատ հարսանեկներ, շատ քավորություն եմ ունեցել, շատ, լավ կյանք եմ ունեցել էլի, Փառքասու հիմա ոչ պարտք ունեմ, ոչ ես, ոչ են, թոշակ ստանում եմ, շատ լավ ապրուք, ես ու տղես։ Իսկ թոշակը բավարարում ա ձեզ։ Չէ, չի բավարարում, ճիշտ ասած երկու սեյնականոց կվարձիրա ունենք, վարձով ենք տվել։ Հա, շատ լավ։ Տիկին Լալուշ, դու գիտեք, որ 100 տարեկանը լրացած անձանց քաղաքային իշխանությունը որպես պատվովճար 1 միլիոն դրամ է տալիս։ Ձեզ մնում է 3 տարի ու կստանաք այդ գումարը։ Չէ, չգիտեմ։ Մաման մերնի քեզ, երեխեքս առողջ չլեն, լավ լեն միլիոն, ես շատ միլիոններ եմ տեսել, որիդ մատաղ, շատ հարուստ եմ եղել։ Ինչով էիք հարուստ։ Ես նախ կարանող եմ եղել, երկրորդ ամուսինս ավտոբուսի պարկում ինժեներ ա եղել, տղես 3 դիպլոմ ունի ավարտած, պոլիտեխնիկ, Մոսկվա, թեթևարդյունաբերություն, ստեղել էլի թեթևարդյունաբերություն, աշխատել են, ես չեմ աշխատել, տանը կար եմ արել, շատ լավ ենք եղել, շատ, Փառքասու հիմա էլ լավ եմ, ճիշտ շատ վիրահատություններ եմ տարել, ստամոքս, լեղապար, կույրախիկ, բայց սանատորիաները շատ եմ եղել, տարին 2 անգամ, Առաջինը լինում էի, որացա, ես են դուքի, առաջինը, ամառը, ձմեռը կամ մեր արզնի հանքավան ջերմուկ, տարին 2 անգամ, 30 տարի, այդքան ձգել եմ, որ հետո վիրահատել են Փառքասու, շատ լավ եմ, չեմ բողոքում, բոլորովին, ես ուղղակի ընկել եմ մեքենայի մեջ, Ինչ անենք երկար ապրենք, հրաժարվենք։ Ներվս բորբոքվել է, դրա համար էլ փետով եմ։